Ողջույն սիրելի հետևորդներ, հավատարիմ ընկերներ, բարեկամներ, դուք դիտում եք Հայացք դրսից հաղորդաշարի հերթական ռեպորտաժը։ Մայիսի 23-ին եւ 24-ին Մոսկվայում է հյուրախաղերով սիրված, ճանաչված տաղանդավոր դերասան Սամվել Թոփալյանն իր 8000 կիլոմետր մոնո ներկայացմամբ։ Այսօր կփորձենք ձեզ ներկայացնել այսօրվա մթնոլորտը եւ իհարկե կփորձենք զրուցել Սամվել Թոփալյանի հետ ու նաեւ իմանալ կարծիքներ եւ տպավորություններ այսօրվա հանդիսատեսից։ Իսկ նրան ընդունել է Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի Գավիթ թատրոնը։ Հանդիսատեսն արդեն հավաքվում է, ներկայացումը շուտով կսկսվի։ Спектакль 8000 километров вчера уже состоялся. Самвел Топалян осуществил ту мечту, которая таится в сердце каждого армянина, побывать в Западной Армении. Зрители очень тепло приняли, я надеюсь, что и в ваших сердцах спектакль оставит неизгладимое впечатление. Այս պատմությունը, այս ճամփորդությունը ինձ համար չունեցավ ոչ երթականություն, ոչ հաջորդականություն ու ոչ մի հստակություն։ Սամվել, նախ ողջույն, բարի գալուս Մոսկվա։ Ողջույն, շնորհակալ եմ։ Կխնդրեմ մի քանի խոսքով, այսպես կարճ երեկվա առաջնախաղից ներկայացումից հետո ձեր տպավորություններից կիսվեք։ Շատ լավ, ասեմ, որ երեք շատ ջերմ հանդիպում էր, դե բնականաբար ամեն ներկայացումից առաջ դերասաններ լարվում են, հասկանալով թե ինչպես կընկալվի, այսինքն շատ հարցեր կա, որոնք բերում են լարման, այսպես ասած, արդյոք այն թեման, որ ես ուզում եմ բարձրաձայնել, պատմել կհետաքրքրի։ Այս պատմությունը ոչ թե հորինել եմ, այլ տեսել եմ, զգացել եմ, շոշափել եմ։ Ու ամենակարևորը կամ երևի ամենադժվարը, որ հիշում եմ։ Բայց կարծում եմ երեկվա հանդիսատեսը իր տպավորություններով, իր ամիջականությամբ, թե հուզվելով, թե լիաթոք ծիծաղելով, այսպես ասած, իմ լարումը ահագին թեթևացրեց։ Մեր օպերատորը Արթուրը առաջարկեց, որ մեր գիդը բարձրանա Կարսի հերթը ու այնտեղից հսկի մեր անվտանգությունը։ Բայց մի բան աշուկ էինք արել։ Ուրեմն ես մեր գիդը տարիքով մարդ էր։ Ու մինչև մեկ, երկու, քստ, ասավ Կարսի պետ, մեզ արդեն բռնեցի։ Ես գիտեմ, որ դուք սովորական տուրիստներ չեք։ Գիտեմ, որ հյուրանոցում եք մնում։ Ու գիտեմ, ինչ նպատակով եք եկել։ Էպես որ լավ, ձեզ մի ժամ ժամանակ եմ տալիս, ձեր գործն ավարտեք ու գնացեք այստեղից։ Ու մենք մի ժամում նկարեցինք Կարսի բերդը, Վարդանի կամուրջը, հայկական թաղերը, Չարենցի վարժարանը, Չարենցի տունը։ Բնականաբար երկրորդ ներկայացումն է, ես ավելի հանգիստ եմ, իմ ցանկությունն ընդհանրապես որտեղ էլ որ լինեմ, որտեղ ես ներկայացումը արդեն ներկայացումով հանդես եմ եկել Ավստրալիայում, Սիդնեյում, Ամերիկայում, մեր հայությանը ինձ հետ տանել այդ 8000 կիլոմետրով, թե ինչ պատահեց այդ 8000 կիլոմետրի ընթացքում, ինչերի միջով անցանք, ում հանդիպեցինք, ինչ պատմություններ եղավ, ու այդ ամեն ինչը իսկապես ռեալ պատմություններ են, այսինքն ես չեմ հորինում, ու ուզում եմ բոլորին տանել այդ ճանապարհով, ու նաև պատահական չէր, որ 8-ը նաև հավերժության նշանն է, այսինքն այդ այն ճանապարհն է, որ գոնե մեր ներսում պիտի հավերժ ունենանք, այսինքն դա չկորցնենք մեր մեջ։ Փառք Աստծո, որ շատ հանդիսատեսի կարծիքը հենց դա է, որ մենք եկանք, մենք անցանք ես այդ ճանապարհով, հիշեցինք մեր պապերին, մեր տատերին, մեր
պապերի ու տատերի պատմությունները ու ինչ որ բան այստեղ, այսպես ասած, եթե հանգածել է, վառվում է ու այլ կերպ են նայում արդեն ինչ-ինչ հարցերի։ Ես գիտեմ, որ ներկայացման հիմքում ընկած է ձեր մի քանի տարի առաջ արված հաղորդման Այո, Բարեվերգիր հաղորդաշարը Արևմտյան Հայաստանով Կիլիկիայով Ներկայացման գլխավոր ասելիքը ի վերջո միայն ներսում արթնացնելն է այդ զգացողությունների, մեր երկրի լինելիության, հա, թե այնուամենայնիվ կարծում եք, որ կգա մի օր, որ ոչ միայն մեր ներսում, այլ նաև այսպես այդ ամբողջ էներգետիկան տեղում մենք կզգանք մեր երկրի։ Սարոյանը մի շատ պարզ ու ինձ համար շատ հանճարեղ ֆրազա ունի, ասում է ես գրում եմ, որ հիշեցնեմ, դուք կարդում եք, որ չմոռանաք։ Իմ նպատակը այդ հիշեցնելու, արթուն պահելու, հուշը, հիշողությունները արթուն պահելու մասին է, բայց արթնացնելուց հետո նաև գործի դնելու, այսինքն մենք միայն հիշելով ու ոչինչ չանելով ոչ մի տեղ չենք հասնի, ոչ մի արդյունքի չենք հասնի։ Փառք Աստծո մենք գտանք ու նկարեցինք Գորքի Սուրբ Գևորգ եկեղեցի։ Ավերված Իսակա, բայց Փառք Աստծո ընկադրեր մեզ համար պատմության համար։ 10-րդ դարից կանգուն այս եկեղեցին ցավոք երկար կյանքներ չունի։ Մոտ 2 մետր խորեր էին խորանը, ոսկի գտնելու ակնկալի։ Նույնիսկ եթե գտել են այդ ոսկիներն էլ չկա։ Չես խուսափում դժվարություններից ու քո էներգիան, միտքը, ջանքը թափում ես, որպեսզի ինչ որ նպատակի հասնես, այդ ձեր ասածը մի օր իրականություն կդառնա։ Այսինքն գործել, աշխատել, երազել հանուն ինչ որ մի նպատակի, ու իսկ այդ նպատակը պարզ է մեզ համար թե որն է։ Ու ես վստահ եմ, եթե ամեն ջանք ու ճիգ մենք գործադրենք դրա համար, մի օր դա իրականություն կդառնա ու ոչ թե ընդհանրապես ներսի հուշ։ Բայց այսօր ես ենթադրում եմ, որ ու կարևորում եմ այս ասելիքը դրա համար բարձրացրեցի բեմ, որ հանկարծ չմոռանանք, որ հանկարծ անտարբերության չմատնենք, որովհետև ցանկը մարդկային հարաբերություններում էլ է այդպես։ Եթե ինչ որ մեկի հետ որ շատ մոտ ընկերություն ես արել ու մեկ էլ հանում ես քո ուղեղից, քո սրտից, ուրեմն չի էլ եղել ինքը։ Այդ արմատախիլ անելու այդ բանը ես ուզում եմ կանխել իմ չափով, իմ ասելիքով ու բեմից։ Վստահ եմ, կրկնում եմ, եթե մենք աշխատենք, ուժը անտեղի չվատնենք, այլ կենտրոնացնենք մի բանի վրա, մի գործի վրա, ստահ կհաջողենք։ Բան եք ասում, չգիտեմ, որ բարկություններ չեմ սիրում։ Ինչ? Չէ, սիրում եմ ճամփորդը։ Կներեք, իսկ ուր ենք գնալու։ Ուր? Արևմտյան Հայաստան։ Ու սկսվեց հարցերից տեղատարավ։ Այնպիսի ինչ որ պատմություն դրվագ, գուցե զավեշտալի կամ հակառակը վտանգավոր ինչ որ մի իրավիճակ, որ չի ներգրավել ներկայացման մեջ։ Կմտաբերեք հիմա այս բանին։ Ճիշտ ասած, այնքան խառն էր այնտեղ զգացողությունները, ինֆորմացիան այնքան շատ էր, մեր տպավորությունները այնքան շատ էր, որ շատ հաճախ արդեն խառնում ենք որն է վտանգավորը, որ զավեշտալին, բայց մի զավեշտալի դեպք հիշեցի, որ պիտի նկարենք Մարաշի բերդը ու բերդը վերանորոգման մեջ էր, ոչ մի կերպ թույլ չէին տալիս, որ մտնենք ներս։ Իմ ջայլոց ասեմ, մենք այդ ամբողջ նկարահանումները արել ենք գաղտնի, այսինքն ոչ թույլտվություն ունեինք, ոչ իրավունք ունեինք նկարելու, մի խոսքով դա էլ էր բարդացնում ու վտանգավոր դարձնում մեր գործը, այսպես ասած։ Ու Մանաշի բերդում չթողեցին մտնենք, որոշեցինք հետևի կողմից մուտք անել ու եկավ պահակը, գզգզված մազերով, սև, թափված ատամներով, մեկ պապիկ էր, թուրք պապիկ էր, ու մեր գիդը, որպեսզի ավելորդ այսպես ասած խոսակցությունից հեռու պահելու համար ասեց, որ մենք գերմանացի ենք, վստահ լինելով, որ նույնիսկ արտաքինից չի տարբերելու, որ գերմանացին հաստատ սև մազերով, սև ունքերով, մի խոսքով, ու այդ պապին
սկսեց մաքուր գերմաներենով հետներս խոսել։ Ու մենք մի կերպ, չգիտեմ ոնց, մեր ցույց տալով որ մենք գերմանացի ենք, փախանք այդտեղից, որ անկարծ ինչ որ հարց ու պատասխանի մեջ չմտնենք։ Բե ուրիշ ազգ ասեիք էլի ու դե ինչ իմանանք, այդ դեպքում հայի բախտ։ Վարկյաններ անց բացվեցին պապիկի տան դռները։ Ու տնից դուրս եկան 4 հաղթանդամ երիտասարդ։ Ես այս ամեն ինչը վերաչին երևում է դանդաղացված կադրի պես։ Ոնց որ հոլիվուդյան մարտաֆիլմերում ընթանում պլանացում փոշոր պլանի դետալներ առանձին խանչալ հրացան պատրոն դաշտ քրած դեմքեր։ Մեկը մյուսին անայում ու ծացում, երրորդը պապին աչքով ատալու, պապին շրջվում է դեպի մեզ ու ծիծաղում։ Երբեք մտքովս չեր անցնի, որ հրաժեշտի վերջին խոսքերը կասեմ վերցրեցին, հագուկ, ապե, հարսի շահումակեր եմ, հագուկ ելը, ապես արին տեսար ու հելը, հագուգով, հելը, ասենի կտասա, հագուգով, ապե Ֆրանսիայից են զանգել, ուզում են հարսանիք բարես, դա փող են տալիս, Գուգո, հարսանիք չեմ բարել, ու աչքիս է, երբեք չեմ բարել, արա դա ինչ պրինցիպներ ունես ու անջատիս, մեկ էր պապի մեքինան կանգնեցրեց ու պապի ձայնը, յալլա, են հետևի պլանում էր թորներ, Ինչ տպավորություններ, զգացողություններ եւ հուշեր եք տանում ձեզ հետ հայրենիք Հայաստան, Մոսկվայից։ Նախ շատ ջերմ, որովհետեւ շատ ու նաեւ ուզում եմ շատ շնորհակալ լինել Գավիթ թատրոնին, որովհետեւ կարևորեց այն պատմությունը, այն ասելիքը, որ ես ունեմ ու ուզեց որպեսզի այդ ասելիքը հնչի նաեւ Մոսկվայում։ Ու ես երեք հասկացա, որ իսկապես Համլետը չէր սխալվել ու այդ ասելիքի կարիքը կար ու այդ ասելիքի արդյունքում մարդկանց մեջ ինչ-ինչ բաներ արտնացավ, որովհետև շատ հաճախ կենցաղում մեր մեջ քնում են ինչ-որ բաներ, կարևոր բաներ։ Ու սա առիթ էր արտնացնելու, ուրիշ կերպ նայելու այն հարցերին, որը շատ հաճախ ուզում ենք անտեսել, այնպիսի տպավորություն ունեմ, որ դեռ ես վերադառնալու եմ Մոսկվա, այս ներկայացումով ու շատ կուզեմ, որ իսկապես շատ հանդիսատես տեսնի, ինչ որ բան իր թե սրտում, թե հոգում տան իր հետ իր տուն։ Շնորհակալություն ձեզ, շատ կարևոր ներկայացման համար, իսկապես Մոսկվայի հայ թատերասեր հայ հանդիսատեսը միշտ կսպասի ձեզ, թե այս ներկայացմամբ եւ թե նոր մոնո ներկայացումներով կամ գուցե պարզապես ներկայացումներով։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Չոփալյան քինդի։ Ես կախաղանի կամ գնդակահարության դատապարտվածի ձայնով ասեցի։ Ես աչքերը մեծացան, փայլատակեցին, արյունով լցվեցին, ոնց որ ամբողջ կյանքը սպասել էր այս պահին ու հատկապես ինձ։ Եկել Թոփայլյան, իրուք բաբանասարադանդը, այապատանին, Թոփայլյան պապը 10 սալայից հեղել իչը մեկինայից։ Այս պահին իմ զրուցակիցն է Գավիթ թատրոնի դերասանուհի Անաստասիա Թորոսյանը, որպես կազմակերպիչ եւ հրավիրող կողմ, կխնդրեմ մի փոքր կիսվել ինչպես համագործակցությունը ստացվեց եւ իհարկե ձեր տպավորությունների մասին։ Когда Гамлет поделился со мной этой мыслью, сказал, что есть вот такое предложение, показал мне видеоролик спектакля, конечно, я сразу со своей точки зрения согласилась, чтобы мы приняли у себя на сцене этот спектакль, потому что мы всегда смотрим, чтобы гастролирующие спектакли были созвучны, мотивы были созвучны именно с нашей миссией.
с миссией нашего театра. То есть мы знаем уже очень хорошо своих зрителей, мы знаем, что их может тронуть, мы знаем, что их может задеть, впечатлить. И этот спектакль мы единогласно с Гамлетом поняли, что очень тепло примет наш зритель. И, собственно, мы после 2 дней показа этого спектакля убедились в своей правоте. Спасибо большое Самвелу Тополяну. Надеемся, что это первый, но не последний прием. В новом сезоне, возможно, что еще будет. Այն տպավորությունները, որ այդ տակի ոչ թե կանգնած են փողոցում։ Այլում է կամ նստած են, այլ լցրած են իրար վրա, որոնցից այդ աղմուկն է դուրս գալիս ու մտնում ուղեղս, միտքս սլոցում։ Տպավորություններս շատ խառն են, էմոցիաներս խառն են, քանի որ ինքը ներկայացումը դրված էր շատ հետաքրքիր ու օրիգինալ ձևով, էկրան, դոկումենտալ կադրեր ու ինքը դերասան ներկայացրել էր իր բնական ապրած էմոցիաները, ափսոս որ մենք չենք կարող ապրել ու հասկանալ այն ինչը որ ինքը դերասանը զգում է ու ուզում է մեզ փոխանցի, բայց ամեն դեպքում շատ տպավորված եմ, շատ ուժեղ էր, էմոցիոնալ, շատ պինդ։ Դա հիշում ես, չէ, այսօր ծնունդս է։ 34 ամյակից։ Դա այս տարի երկրում եմ անում։ Վանում։ Դատ։ Վանում։ Վանում։ Այդ օրը Հայաստանից մի քանի զբոսաշրջիկներ եկել էին Արևմտյան Հայաստան։ Հայերով հավաքվեցինք ու լավ քեֆ արեցինք։ Խորասուզվեցինք մեր հին պատմությունը, իհարկե շատ կցանկանայինք, որ ցանկացած յուրաքանչյուր հայ, փոքրիկ թե մեծ, գտնվելով օտար երկրի վրա, իմանա մեր հայ պատմությունը, մենք չմոռանանք մեր ալմատները, որտեղից ենք մենք։ Мы пережили с ним вместе, как будто мы прошли эти шаги вместе с ним. Я себе сейчас поставила самую главную цель, что я хочу посетить нашу древнюю Армению. Օծվեցի դրախտից հոսող, ինչպես մենք ենք ասում, գետերում, Եփրատում, Տիգրիսում, Արածանիում, Արաքսում, գտանք Գևորգ Չաուշի գերեզման։ Ելիր Գևորգ ելիր, դուշմանը շատ է, հայոց ազգի Ներկայացումը այսօր շատ հուզիչ էր, ամեն վայրկյան լացս գալիս էր, որովհետև որ հասկանում ես այդ մեր կորուստը, որ հասկանում ես, որ այդ ամեն ինչը շատ կարևոր է, շատ ես հուզվում, ընդհանուր լացս գալիս էր։ Սկզբից մինչև վերջ ես հուզվել եմ, ոնց որ այդ կյանքով ապրել եմ, որտեղ իմ տատիկ պապիկներն էլ են կողմերից եկել, Դաժե դուրս եմ եկել արցունքները աչքերիս։ Շնորհակալություն Սամվել Թոփալյանին եւ բոլոր անձնակազմին։ Буквально на пальцах можно пересчитать людей, которые занимаются подобными вещами. Мы действительно очень благодарны, что такое вот представление сегодня в Գավիթի вообще произошло. Спасибо вам большое. Ամբողջ զալը իր հետ էս էմոցիաները ապրեց ու ոնց որ մենք այդ ճամփորդությունը անցանք միասին Սամվել Թոփալյանի հետ։ Շատ շնորհակալ ենք, շատ հետաքրքիր էր ու մեր историян, մեր հնությունը, это շատ մեր համար կարևոր ու հետաքրքիր էր։ Во-первых, большое спасибо за очень необычный, очень оригинальный и очень действительно такой важный для нашего народа спектакль. И безумно понравилось. Спасибо Самвелу Тополяну за такое вот на одном дыхании. Мы даже не могли ничего делать. И я считаю, что это очень важно говорить про нашу историю, рассказывать. И я, как сказал наш артист, все не просто так. Я считаю, что когда наши дети вот это все будут видеть, дай Бог, со временем, там, где сейчас нету людей, там обязательно появятся люди, мы, армяне. Я в это верю. Спасибо большое.
Ես հուսով եմ, որ կարողացա ձեզ փոխանցել եւ ներկայացնել այս ներկայացման եւ այս երկու օրերի մթնոլորտն ու տպավորությունները։ Դե ինչ, այսօրվա համար պատրաստել է այսքանը, ես պիտի խնդրեմ, որ դուք միանաք իմ YouTube-յան ալիքին, ովքեր չեն հասցրել բաժանորդագրվել, բաժանորդագրվեք, թողեք ձեր մեկնաբանությունները եւ եղեք ավելի ակտիվ։ Շնորհակալ եմ, մինչ նոր հանդիպում, ցտեսություն։